Տեսնենք, ինչ է սպասվում կշեռքներին։ Միայնակ կշեռքների համար տեսնում եմ խաչ եւ տեսնում եմ կրակի թագուհին։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Շատ բարդ կարտ է խաչը իրականում, հարգելի կշեռքներ, բավականին բարդ։ Ես ինչ որ տեսնում եմ, այն էլ պետք է ասեմ, ում վերաբերում է իրենք շատ լավ էլ կհասկանան, իսկ ում չի վերաբերում, ուրեմն ձեզ չի վերաբերում, հարգելիներս։ Սա կարող է երկու բան նշանակել, երկուսն էլ պետք է ասեմ, մեկը դրական է, մեկը ոչ այնքան։ Եթե դուք ինչ որ մեկի հանդեպ սխալ բան եք արել, հարգելի կշեռքներ, փորձել եք, չգիտեմ, օրինակ կանայք ինչ որ մեկի ամուսնուն, ինչ որ տղամարդու գայթակղել, բայց մարդը ամուսնացած է եղել, այսինքն սխալ է եղել։ Դուք ինչ որ մեկին փորձել եք գայթակղել, բայց սխալ է եղել։ Այ կարող է լինել սա պարզապես կարմա, այսինքն ձեր ճանապարհը փակվում է, որտեղ դուք սխալ եք արել։ Ինչ որ մարդիկ, ինչ կանայք, որոնք այսպիսի բան արել են, իրենք իմանան, ովքեր չեն արել, ուրեմն չեք արել։ Տղամարդիկ նույնը, եթե ինչ որ կնոջ հանդեպ սխալ բան եք արել, այդ տղամարդը ինչ սխալ բան կարող է անել։ Կնոջ հետ եղել ինտիմ հարաբերություններում, խոստացել է ամուսնանալ, չի ամուսնացել, աղջիկը հղիացել է իրենից, խոստացել է ամուսնանալ, չի ամուսնացել, կամ ամուսնացած կնոջ գայթակղել, կդժվարանամ ասել, չեմ ուզենա բոլոր օրինակները բերել, ամեն դեպքում եթե տղամարդիկ էլ ինչ որ կնոջ հանդեպ սխալ բան են արել եւ մենակ են մնացել, դա կարող է լինել իրենց հանդեպ պարզապես կարմա։ Մյուս կողմից, եթե կշեռքների հանդեպ ինչ որ մեկը կշեռքներին նեղացրել է, կարող եմ ասել, որ իրենց էլ անպայման կարման կհասնի, հարգելիներս։ Միգուցե պարզապես ինչ որ մի բան եղել է, ինչ որ մեկը խանգարել է, դրա համար դուք մենակ եք մնացել, այդպես էլ կարող է լինել։ Առայժմ տեսնում եմ, որ դուք մենակ եք, սա արդեն այսպիսի վիճակ ես տեսնում եմ, չեմ ասում դա օգոստոսին է լինելու, տեսնենք օգոստոսին ինչ կարող է փոխվել ձեզ համար, հարգելիներս։ Ես երկու տարբերակն էլ ասեցի, կամ դուք եք արել, կամ ձեր հանդեպ են արել, երկուսն էլ հնարավոր է։ Եղություն կարտը շրջվեց։ Կին տղամարդ նշանակություն չունի, տեսնենք։ Տեսնում եմ, որ խաչով ինչ որ պատճառ կա, որ ինչ որ երկար ժամանակ միգուցե չի ստացվում ձեր անձնական կյանքը։ Ինչ որ կարմիկ պատճառներով։ Շատ ցավալի է, բայց ինչ կարող եմ ասել, ինչ տեսնում եմ, այն էլ ասում եմ։ Ինչ հետաքրքիր է։ Այս ինչ հետաքրքիր բաներ եմ տեսնում, հարգելի կշեռքներ, կարտերը եկան եւ վերահաստատեցին, ինչ որ ես ասեցի, շատ լավ կներ ես սխալվեի, բայց իրականում ես չեմ սխալվում, տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսեք ինչեր եմ տեսնում, հարգելինս, ել եմ ասում, սա երկու կողմանի կարող է լինել, կամ դուք եք արել, կամ ձեր հանդեպ են արել, ում ինչպես կվերաբերի դուք կհասկանաք։ Տեսնում եմ այստեղ թրերի թագուհին, տեսնում եմ այստեղ 10 ջահերի եւ տեսնում եմ 6 ջահերի։ Թրերի թագուհին դա շատ բացասական, այսպես պրակտիկ, մտածել ինչ որ մեկը կամ կին տղամարդ նշանակություն չունի, ես տեղել եմ կին տեսնում, ես էստեղ էլ էի կին տեսնում, նույն հատկապես երևի կարող է կանանց վերաբերվել, եթե մենակ են մնացել, ինչ որ մեկի հանդեպ սխալ բան եք արել, հարգելի կանայք, բավականին ջանք եք թափել եւ հաղթանակած եք դուրս եկել, եթե գայթակղել եք ինչ որ մեկի տղամարդուն, որը իրականում սխալ քայլ է եղել ձեր կողմից։ Որովհետեւ ես չեմ ասում, ես մինչեւ այդ կասկածներ ունեի ասեցի ձեզ, բայց ես տեսեք ինչ եմ ասում։ Այսպիսի կարտեր եմ տեսնում։ Տեսնում եք, սա դավաճանության, սա թիկունքից խփելու կարտն է, այսինքն այս մարդը կարող է լինել գայթակղել, տեսեք, եւ կին կարող է լինել եւ տղամարդ, կամ տղամարդն է կնոջը բավականին ջանք է թափել 10 ջահերի, բավականին էլ ջանք է դրել, գայթակղել է մեկին, որին իրականում չէր կարելի։ Մի խոսքով ինչ որ մեկի հետ սխալ եք վարվել, հարգելիներս, եւ տեսնում եք այսպիսի բան, դուք իրեն դավաճանել եք, բայց հետո ձեր սիրտն էլ է կոտրվել։ Դուք էլ եք ինչ որ մեկի սիրտը կոտրել, իսկ հիմա դուք պատժվում եք դրա համար։ Իսկ եթե ձեր հանդեպ է ինչ որ մեկը արել, ինչ որ մեկը ձեզ, տղամարդ է, կին եք, չգիտեմ, բավականին ջանք են դրել ձեզ գայթակղելու համար եւ հաղթանակած են դուրս եկել, այսինքն հաջողվել է, ով ինչ որ արել է, դուք եք արել ձեր հանդեպ, իրականում մարդկանց հաջողվել է, դավաճանել են ձեզ եւ ձեր սիրտը կոտրել են։ Երկու տարբերակն էլ կարող եմ տեսնել, հարգելի կշեռքներ։ Ցավալի է, բայց ինչ տեսնում եմ, այն էլ ասում եմ։ Ամեն ինչ կարծում եմ, որ շատ արագ է եղել, շատ արագ կարողացել է այսպես հիասթափ, շատ արագ հասկացել են։
կարող եմ ասել, որ կշերքները որ շատ սխալ բան են արել, անկախ նրանից ձեր սխալվել եք, որ գայթակղվել եք, սխալ մարդով եք տարվել, կարողացել են ձեզ գայթակղել կամ սխալվել եք, որ դուք եք գայթակղել։ Ես իհարկե շատ ներողություն եմ խնդրում կշերքները, բայց չգիտես ինչի ինձ վերաբերում է, որ դուք եք ավելի շուտ արել։ Սա տեսնում եք, բավականին խնդիրներ են եղել, սա կարող է լինել խղճի խայթ եք զգացել ինքնախաբեության, որ միգուցե ամեն ինչ կշփվի, միգուցե առածս այնքան էլ վատ չէր, ես էլ եմ ուզում երջանիկ լինել, կարող է լինել, այստեղ հետո ճանապարհը ընտրել եք, թողել եք, գնացել եք, չգիտեմ, փորձել եք խուսափել այս բոլոր խնդիրներից։ Եվ տեսնում եմ դատաստանի կարտը։ Տեսնում եմ դատաստանի կարտ, իսկ այստեղ տեսնում եք խաչը, այո, ով ում հանդեպ ինչ արել է, դուք եք արել կամ ձեր հանդեպ են արել, անպայման պատժվելու են, անպայման։ Անպայման կպատժվեն, այդ ես չեմ ասում, այդ ես կարտերով եմ տեսնում հարգելիներս։ Իրականում, եթե կշերքների հանդեպ են եղել, այստեղ այսպես կարող եմ ասել, եթե կշերքների հանդեպ ինչ-որ մեկը այդպիսի սխալ բան է արել, ձեզ գայթակղել է, լքել է, եւ դուք մնացել եք մենակ եւ շատ ծանր եք տանում, այդ մարդկանց հաստատ կպատժեն, հաստատ Աստված կպատժի, Աստված կարմա, ճակատագիր, ինչին որ հավատում եք, իսկ ես տեսնում եմ երկու, դատաստանի կարտն էլ եմ տեսնում, խաչն էլ եմ տեսնում։ Եթե դուք անմեղ եք, նորից եմ կրկնում, եթե դուք անմեղ եք, փորձեք լինել մարդկանց հետ, ովքեր բավականին լավ ընկերներ են, վաղուց ճանաչում եք եւ վստահում եք, որտեղ սրանք անվստահելի մարդիկ են եղել։ Կարող եք դուք սիրահարվել, գայթակղվել մեկով, կին եք, տղամարդ եք, նշանակություն չունի, որն իրականում սխալ մարդ է եղել եւ իրականում սիրելու փոխարեն թիկունքից խփել է ձեզ եւ ձեր սիրտը կոտրել է։ Համբերատար եղեք եւ ի վերջո ձեր կյանքում էլ ինչ-որ մի բան կփոխվի։ Գիտեք, ես կարող եմ ասել դատաստանը երկու նշանակություն էլ կարող է ունենալ, ես երկուսն էլ պարզ ասում եմ։ Եթե դուք ինչ-որ մեկի հանդեպ սխալ բան եք արել, դատաստանի կարտով կարող եմ ասել այսպես կարմայով, դուք իրականում կպատժվեք։ Ցանկացած մարդ սխալ բան է անում այլ մարդկանց հանդեպ, պետք է պատժվի։ Մյուս կողմից, եթե դուք մեղավոր չեք եւ ձեր հանդեպ են արել, հակառակը կյանքը ձեզ կպարգևատրի։ Կպատժվեն նրանք, ովքեր ձեր հանդեպ արել։ Այդ դատաստանի կարտը շատ հետաքրքիր։ Ես կարտերն իրենք են պատմությունը պատմում, հարգելիներս։ Ես ուղղակի ենթադրեցի սկզբում երկու կարտ տեսնելով, եթե դուք մանմեղ եք, ձեր հանդեպ ինչ-որ մեկը սխալ բան է արել, ինքը կպատժվի, իսկ դուք կպարգևատրվեք։ Պարզապես փորձեք դուրս գալ շփվել ձեր ընկերների, մտերիմ մարդկանց հետ, ում վստահում եք, համբերատար եղեք, սա համբերատարության կարտն է, սա էլ ձեր ապագան։ Եթե դուք անմեղ եք, անպայման դուք կգտնեք ձեր երջանկությունը, ձեր զույգը, ընտանիք, տեսնում եք, գեղեցիկ ընտանիքի կարտ եմ տեսնում հարգելիներս։ Պարզապես մի քիչ համբերեք, հատկապես եթե այս նոր է եղել, վերջերս է եղել։ Ես ձեզ հաջողություն եմ ցանկանում, հարգելի կշերտներ։ Գիտեք, այդ նույնը որ ոստիկանը, չէ, ընկնում եմ մեքենաների ետևից, շատ անգամ գլխի չես ընկնում։ Ես ինքս էլ վարորդ եմ, մեքենա վարում եմ, լսում ես մեքենայի ձայնը ոստիկանի, գլխի չես ընկնում, քո հետևից է գալիս, մյուսի հետևից է, չէ, ում հետևից է գալիս, մինչև կարողանաս գլխի ընկնել, որ իրականում քեզ են կանգնեցնում։ Եթե դուք անմեղ եք, վախենալու ոչինչ չունեք։ Ձեզ չի վախեցնում, ոչ ոստիկանը, ոչ իր կանգնացնելը, եթե դուք վստահ եք, որ դուք անմեղ եք։ Իսկ նրանք, ովքեր ինչ-որ մի բանում գիտեն, որ վստահ են, որ իրենք ինչ-որ սխալ բան են արել, նույնիսկ եթե ոստիկանը իրենց չէր կանգնեցնում, հա, այդ ձայնը լսելով արդեն սարսափի են մատնում։ Այստեղ նույն դեպքն է։ Նրանք, ովքեր գիտեն իրենք ինչ-որ սխալ բան են արել, նրանք կարող են անհանգստանալ, հասկանալով, որ ի վերջո պատժվում են։ Եթե դուք ոչինչ չեք արել, դուք անմեղ եք, ես էլ եմ ասում, ձեզ կյանքը անպայման կպարգևատրի եւ ձեր հանդեպ սխալ բան արած մարդիկ է, որ կպատժվեն։ Ինչ եմ տեսնում զույգերի համար, տեսնում եմ այստեղ ամպեր են կուտակված եւ տեսնում եմ այստեղ տխուր կին։ Ինչու է կինը տխուր։ Շատ էմոցիոնալ է, շատ տխուր է կշերքը, ես զույգերի մեջ տեսնում եմ կինը, ինչ որ ամպեր են կուտակվել, չգիտեմ ինչ է պատահել, բայց մեր կշերքը բավականին տխուր էմոցիոնալ է, դժվարանամ ասել տղամարդ թե կին, տեսնենք ինչ է պատահել մեր կշերքներին։ Հետաքրքիր է։ Ամեն դեպքում տեսնում եմ, որ այո, ինչ-որ մի բան ձեզ անհանգստացնում է, հարգելի կշերքներ։ Ես տեսնում եմ, ոչ միայն դուք տխուր եք, ամպեր են կուտակվել, այսինքն ինչ-որ բան է պատահել։ Դե ես բոլորի համար չեմ կարող ասել, ում ինչ է պատահել։ Ում որ պատահել է, հարգելիներս, նորից եմ կրկնում, օգոստոսը դեռ չի եկել, ես նայում եմ ապագայի համար, եւ բացի դրանից արդեն ինչ որ եղել է օգոստոսին տեսնում եմ ինչպես է շարունակվելու։ Ում կյանքում ամեն ինչ նորմալ է, ուրեմն օգոստոսին ոչինչ չի փչանալու, դրա մասին չէ խոսքը։ Ես տեսնում արդեն տխուր կին, արդեն ամպեր են կուտակված։ Եվ այստեղ տեսնում եմ կինը այսպես
իրեն զգում է, ինչպես ասում, թակարդում, այսինքն ելք չի տեսնում, ինչ որ զգում է իրեն մի տեսակ խնդիրներով եւ չի տեսնում ելքը ինչպես կարող է այդ վիճակից դուրս գալ։ Ես զույգի համար եմ խոսում, այսինքն զույգերը կարող են լինել ամուսնացած եւ չամուսնացած։ Ես դրանից հետո տեսնում եմ զրոյական կարտը, տեսնում եմ քրմուհին, տեսնում եմ թրերի ասպետը։ Ինչ է սա նշանակում։ Կարծես գիտեք, սա առաջին անգամ չէ, որ լինում է։ Այսինքն ինչը որ ձեզ տխրեցնում է, ինչի համար որ դուք այսպես հուզված եք եւ զգում եք, որ այսպես չգիտեմ, թակարդում եք եւ ելքը չեք գտնում, ինչ որ իրավիճակում եք հայտնվել, սա երևի առաջին անգամը չէ, որտեղ նորից կարծես նորից ինչ որ բան նորից սկսում է։ Ձեր ներքին ձայնը հուշում է, որ սա կարծես վերջն է, այսինքն երևի ձեզ թվում է ձեր հարաբերություններն են վերջանում։ Ցավալի է։ Գիտեք, ես դրանից հետո ճիշտ ասած լավ կարտեր տեսնում եմ այստեղ հրաշագործի կարտը, տեսնում եմ ջահերի 3-ը եւ տեսնում եմ այստեղ վարժակների 2-ը։ Ես կարող եմ ասել, որ որոշումը ձերն է։ Այ հրաշագործի կարտով կարող եմ ասել, որոշումը ձերն է։ Ինչ էլ որ որոշեք, պետք է կոնկրետ որոշում կայացնել։ Այսա որոշում կայացած մարդը, որը արդեն ուղին ընտրել է եւ նայում է առաջ։ Պետք է այս կարտը նշանակում է, պետք է ճշմարտության երեսին նայել, հա, ինչպես են հայերենով ավելի լավ ասում, ես կդժվարանամ ասել։ Այսինքն մի խափեք ինքներդ ձեզ, եթե ինչ-որ բան չի աշխատում եւ մի քանի անգամ փորձել եք եւ չի աշխատել, այսինքն պետք է ինքներդ գոնե ձեզ հետ անկեղծ լինեք։ Երևի թե ինչ-որ բան չի աշխատում ձեր հարաբերություններում եւ կարտերը հուշում են, որ ձեր ձեռքում է ամեն ինչ, դուք պետք է որոշում կայացնեք։ Ինչ որոշում կայացնեք, այնպես էլ կլինի։ Միգուցե պետք է խոսել զույգի հետ, միգուցե պետք է արտահայտել, տեսնում եք, երկուս իրար են նայում, ասկե պետք է նաեւ ոչ միայն ձեր հետ պետք է ինքներդ ձեր հետ անկեղծ լինեք, այլ նաեւ պետք է մյուս ձեր զույգի հետ անկեղծ լինեք, եթե դուք արդեն չեք սիրում կամ եթե դուք կարծում եք ձեզ արդեն չեն սիրում, էլի եմ ասում, հատկապես նրանք, ովքեր չէ, ինչու եմ ասում հատկապես, երկու դեպքում էլ ամուսնացած եք, մարդը չի կարող ամուսնանալ եւ հետո այսպես դժբախտ լինել եւ մենակ լինել եւ ծանր հոգեվիճակում լինել, դժվար է ասել, բայց շատ դժվար է նաև ամուսնացածների համար ինչ-որ բան փոխելը, հատկապես եթե երեխաներ ունեն, բայց նրանք ովքեր դեռ նոր են այսպիսի հարաբերություններում, այսինքն դեռ ամուսնացած չեք, եթե այսպիսի իրավիճակ է, եթե ինչ-որ խնդիր ունեք հարգելներս, ես տեսնում եմ, որ օգոստոսին կարտերը խորհուրդ են տալիս, որ իրականում պետք է որոշում կայացնել, հատկապես նրանք, երբ որ առաջին անգամ չէ, ով ինչ որ արել է ձեր հանդեպ, ձեր զույգը ինչ որ ձևով նեղացրել է ձեզ, ինչ էլ որ լինի, կարտերը հուշում են, որ ձեր ձեռքում է, դուք պետք է որոշումը կայացնեք, ձեր ձեռքը պետք է վերցնեք ընտրությունը, ինչ եք ուզում անել, մնում եք նրա հետ, թե գնում եք, իսկ նաև կարտերը ինձ թվում է հուշում են, պետք է 3x3 խոսել զույգի հետ, պետք է կոնկրետ կամ հարցնել, կամ պարզապես զգուշացնել, եթե նորից կրկնվեց, կամ պետք է այդպես շարունակվի, կամ ես ուզում եմ հեռանալ, չգիտեմ ինչպես, ինչ կարող եք ասել, բայց եթե այսպիսի տարբերակ կա, ես չեմ կարող ասել ինչ է լինելու, որովհետև տեսնում եմ, որ դուք դեռ ոչինչ չեք որոշել, դուք շատ այսպես սիրտներդ լցված է, տխուր եք, բայց դեռ ոչինչ չեք արել, որոշում չեք կայացրել։ Կարտերը հուշում են, որ եթե այսպիսի վիճակում եք, նրանք ովքեր այսպիսի վիճակում են, օգոստոս ամսվա ընթացքում դուք պետք է կոնկրետ որոշում կայացնեք։ Լավ, ես չեմ ուզենա բացասական նոտայով, միայնակների համար էլ էր բացասական, եկեք ես այսպես փորձեմ տեսնել ի վերջո ինչպես կարող է սա ձեզ համար օգոստոսին վերջանալ կամ ինչ որ արդյունք կարող է լինել։ Շատ ցավալի է հարգելիներս, բայց գիտեք, երբ մարդիկ ուրախ են, լավ են, երջանիկ են, նրանց մասին շատ բան չկա էլ ասելու, հենց կարտերը խորհուրդ են տալիս այն մարդկանց, ովքեր դժվարին վիճակում են, որտեղ նրանք օգնության կարիք ունեն, ես էլի եմ ասել։ Ինձ էլ է ցավալի, որ ես վատ բաներ եմ տեսնում, շատ կուզեմ լավ բաներ տեսնել, բայց ինչ արած։ Կարտերը հուշում են կարտերը հուշում են այն մարդկանց, ովքեր դրա այդ օգնության կարիքը ունեն։ Տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Կարտերը նույն բանն են ասում, տեսնում եմ լաբիրինթոս հարգելիներս, լաբիրինթոս, ասինքն կինը խճճված էր, ամպերը կուտակված են, տխուր չգիտի ինչ անել։ Տեսնում եմ ձկները այսպես ցիկլի մեջ նույն բանը կրկնվում է, ասինքն ձեր զույգը ինչ էլ որ արել է ձեր հանդեպ, ես կին եմ տեսնում, կարող է տղամարդն էլ, բայց ես երկու կին եմ տեսնում, կարող եմ ասել, որ այստեղ կինն է իրականում տխուր վիճակում։ Ինչ էլ որ արել է տղամարդը, նորից է, սա նորից է կրկնվել, միգուցե ներել եք մի անգամ, նորից է արել, նորից եք ներել, նորից է արել, դրա համար էլ այսպես տխուր վիճակում եք։ Ինչ էլ որ արել է, ես ոչ մի ենթադրություն չեմ ուզում անել։ Տեսնում եմ դագաղի կարտով, որ ինչ-որ բան հնարավոր է անել։
Հարգելինս, ինչու բան հնարավոր է անել։ Մտածեք ինքներդ ձեր մասին, հոգ տարեք դուք ինքներդ ձեր մասին։ Սա այլ կինը եւ Ղարետուզը։ Ես տեսնում եմ, որ կին իրականում որ ուզում է վերջացնել հարաբերությունը, Ղարետուզը կարող է դնել վերջը։ Մենակ մի մնացեք, ես կարող եմ ասել, եթե դուք տխուր եք, մենակ եք, միգուցե ձեզ շրջապատեք ձեր հարազատ բարեկամ ընկերներով, ովքեր հոգատար են ձեր մասին, բայց կարող եմ կարտերով ասել, ինքներդ ձեր մասին էլ հոգ տարեք, մինչև վերջնական որոշում կայացնելը։ Ես կարտերով տեսնում եմ, որ դու կարող ես եւ որոշեք եւ հեռանաք, մյուս կարտերով տեսնում եի արժի զույգի հետ զրուցել նոր հեռանալ, բայց մինչև այդ կարտերն ասում են եղեք մարդկանց հետ, ովքեր ձեր մասին հոգ են տանում, մի եղեք մենակ եւ տխուր, մինչեւ վերջնական որոշում կայացնել է։ Մյուս կողմից կարող եմ ասել ինքներդ ձեր մասին էլ հոգ տարեք, հարգելի կարիճներ։ Ես տեսնում եմ, որ վերջնական որոշում դուք երևի թե օգոստոսի ընթացքում կցանկանաք կայացնել։ Ինչ եմ տեսնում աշխատանքում։ Աշխատանքում տեսնում եմ մատանի եւ տեսնում եմ պայքարի կարտը, գիտեք։ Մարդը բավականին ջանք է թափել, բայց ես տեսնում եմ վերջականապես աշխատանքի հետ կապված ինչ որ նպատակի հասնում եք, պայմանագիր եք ընկվում, չգիտեմ, փաստաթղթեր են ստորագրվում, եթե աշխատանքի պետք է ընդունեին, փորձում եք կամ ինչ որ պաշտոնի կադրի համար դիմում եք, բավականին չարչարվել եք, ես չգիտեմ, ինչերի միջով եք անցել, ես տեսնում եմ, որ ի վերջո հնարավոր է, որ հաջողության հասնեք, որտեղ մատանի նշանակում է, որ երկուսի միջև համաձայնություն է կնքվում եւ աշխատանքի դեպքում կլինի ձեր եւ ձեր հիմնարկության։ Եթե ինչ-որ մեկի հետ եք ուզում գործ անել երկուսով, կստացվի նորից էլի տեսնում են, որ դուք համաձայնության կգաք, ձեր միությունը կկայանա։ Եթե պետք է ընդունվեիք աշխատանքի, տեսնում են, որ հավանաբար կընդունվեք, բայց երևի մրցակցություն շատ կլինի, որտեղ դուք շատ եք պայքարում։ Բավականին թանկ է նստում ձեր վրա։ Եվ երևի մի քիչ էլ ուշացել է, բայց ես տեսնում եմ, որ դուք իրականում կկարողանաք պայմանավորվածության եւ համաձայնության գալ։ Ինչ որ ասեցի, արդեն ասեցի հարգելիներս, մյուս կողմից տեսնում են, որ բավականին էլ աշխատում են, բավական աշխատանք ունենան, օգոստոսին էլ թեթև ամիս չի լինելու ձեզ համար հարգելի կշարքներ, ես չգիտեմ ձեր նպատակն ինչու է, ինչի համար եք պայքարում, թե պարզապես գիտեք, նաև կարող եմ ասել սա պատերազմի կարտն է, այսինքն պատերազմում մարդը փորձում է գոյատևել, պայքարելը միգուցե եւ պայքարում եք, չգիտեմ, նոր աշխատանքի տեղի համար, նոր պաշտոնի համար, բայց կարող է պարզապես ինչ-որ խնդիրներ կան, ուղղակի փորձում եք չկորցնել աշխատանքը։ Այդպիսի տարբերակել կարող են, որտեղ էլ եմ ասում, պատերազմում հաղթող չի լինում, բազմաթիվ զոհերի շնորհիվ, հա, բայց ի վերջո մարդը ոտքի կանգնած է, միգուցե դուք պարզապես փորձում եք գոյատևել, այսինքն փորձում եք պայքարել, որպեսզի չկորցնեք ձեր աշխատանքը, այդպես էլ կարող է լինել։ Ես կարող եմ ասել, որ հավանաբար չեք կորցնի, դուք հաջողության կհասնեք։ Բայց շատ աշխատանք կլինի։ Եթե չկորցնեք էլ, միգուցե չափից ավել շատ գործ եք վերցրել ձեր վրա, ինքներդ եք ծանրաբեռնել ձեզ կամ պարզապես աշխատանքի վայրում են ձեզ շատ ծանրաբեռնել, բայց դուք կարողանում եք բալանսի պահել, հազիվ-հազ կարողանում եք այսպես հավասարակշռությունը պահել, ես կարծում եմ, որ դուք շատ էլ հոգնում եք, բայց այս ամենը եթե անում եք աշխատանքը պահպանելու համար, ես տեսնում եմ, որ ձեզ կհաջողվի։ Բավականին, այսպես ասեմ, աշխուժ ամիս կլինի։ Ես ասում եմ, ոչ միայն շատ կհոգնեք, այլև փոփոխություններ էլ կլինեն, ակտիվ ամիս կլինի աշխատանքի հետ կապված, գործերի հետ կապված։ Նորություններ էլ կլինեն, չգիտեմ, ինչ եք նորից սովորում, ինչ որ նոր ծրագրեր, նորամուծություններ կարող են լինել, դա էլ կարող է ձեզ վրա ծանր անդրադառնալ, արդեն դուք ծանրաբեռնված եք, արդեն փորձում եք պահպանել աշխատանքը եւ էլի նորություններ, էլի ինչ որ նոր բաներ, նոր գործ են ավելացնում միգուցե, տեսնում եմ, բայց ես տեսնում եմ, որ դուք ուժեղ եք եւ կկարողանաք հաղթահարել։ Եվ ես տեսնում եմ, որ դուք աշխատանք չեք կորցնում, եթե դա է տարբերակը։ Իսկ եթե այդպիսի տարբերակով չնայեմ, դուք փորձում եք աշխատանքը պահպանել, ես տեսնում եմ բավականին զբաղված եք լինելու, շատ զբաղված, շատ գործ կա, հա, ես հասկանում եմ, եթե նույնիսկ ձեր գործն ունեք ինչ-որ կոնտրակտներ, պայմանագրեր, նոր գործարքներ եք ուզում կնքել, տեսնում եմ, որ դուք կկարողանաք դժվարությամբ, որտեղ երևի շատ եք ֆիզիկապես հոգնում, միգուցե ժամանակը չի բավականացնում, չեմ կարող ասել ինչն է պատճառը, բայց ես տեսնում եմ, որ դուք շատ հոգնելով միևնույն ժամանակ կարողանում եք ամեն ինչ բալանսի մեջ պահել, այսինքն դուք կկարողանաք տակից դուրս գալ ինչ էլ որ նախաձեռնել եք, աշխուժ ամիս կլինի, ինչպես ասեցի, նորություններ էլ կլինեն, եթե ձեր գործն է, նոր հաճախորդներ էլ կլինեն, մանր, մեծ ֆինանսական հաջողություններ առայժմ չեմ տեսնում, այսինքն այս գործերը ձեզ առայժմ մեծ գումարներ, մեծ արդյունքներ չեն բերի, բայց կարևորը, որ աշխուժություն կլինի, գործը կլինի, եւ էլ եմ ասում, դուք ուժեղ եք, բավականին կհաղթարեք բոլոր խնդիրները, նրանք ովքեր
աշխատանք էին փնտրում, ես տեսնում եմ աշխատանքը գտնեք, նույնիսկ շատ ջանքեր թափելուց հետո եթե մրցակցություն էլ կար, նրանք ովքեր նոր պայմանագրեր են ուզում կնքել, նոր գործարքներ նրանք կնքեն, իսկ նրանք ովքեր փորձում են պարզապես պահպանել աշխատանքը չկորցնել, օգոստոս ամսին համենայնպես չեք կորցնի հարգելիներս։ Ինչ եմ տեսնում ֆինանսներում, տեսնում եմ գրքի կարտը եւ տեսնում եմ կայսր։ Ես տեսնում եմ, որ ֆինանսական առումով ինչ էլ որ անում եք, դուք բավականին մտածված եք անում, կայսրը ինքը գիտեք օրենքով, կարգ ու կանոնով ամեն ինչը այսպես շատ փորձում եք օրենքով անել, ճիշտ անել, կամ պարզապես դիմում եք ինչ-որ մեկին, որը կարող է ձեզ սովորեցնել ձեր իրավունքները, չգիտեմ, ինչ եք անում ֆինանսի հետ կապված, ամեն դեպքում կա միգուցե ինչ-որ մեկը, որը ձեզ օգնում է ձեր հարցերում, փորձում է ձեզ սովորեցնել, ինչ-որ մեկը կա, որ սովորեցնում է ձեզ ձեր ֆինանսների հետ կապված ձեր հարցերն ինչպես լուծել։ Ես կդժվարանամ ասել սա ինչ է նշանակում, ինչ եք անում ֆինանսների հետ, բայց ես տեսնում եմ, որ երևի թե ֆինանսներ կգան, այսինքն մարդը ձեզ օգուտ տալիս է։ Միգուցե դուք փորձում եք գտնել տարբերակներ ինչպես ավելացնել ձեր ֆինանսները, կողմնակի եկամուտ, եւ կա ինչ-որ մեկը, որ ձեզ օգնում է այդ հարցում։ Դա կարող է ասել ինչ-որ training-ի եք մասնակցում, չեմ կարող ասել, ինչ-որ բան եք սովորում, գրքով կարող եմ ասել, որպեսզի ավելացնեք ձեր ֆինանսները, այդպես էլ կարող է լինել։ Կարտերն իրենք դուրս եկան։ Ֆինանսական հարցերում ոչ մի խնդիր չեմ տեսնում հարգելիներս։ Էլի բավական աշխատանք ունենաք անելու, միգուցե շատ բան կունենաք սովորելու, միգուցե արդեն փորձել եք կարողանալ կառավարել ձեր ֆինանսները կամ ֆինանսական ինչ-որ հարցերով ինչ-որ մեկին դիմել եք, ես չգիտեմ, բանկ է դիմել, վարկ եք ուզում վերցնել, ինչ-որ գործ եք ուզում անել, ֆինանսական ինչ հարցերն եք, ես տեսնում եմ, որ դիմել եք ինչ-որ մարդկանց, օգնում են, ամեն օր ինչ-որ նոր բան եք սովորում կամ տեղեկանում եք, նոր ինֆորմացիա է բարձում, նոր փաստաթուղթ են ուզում, միգուցե շատ են ձեզ տանում բերում հոգնածում են, որտեղ շատ հոգնած վիճակում եք, բայց վերջանում է, օգոստոսին կվերջանա։ Ինչ ֆինանսական գործեր, որ անում էի, կվերջանա, տեսնում եմ աշխարհի կարտը, տեսնում եմ թրերի տուզը եւ այս գեղեցիկ կարտը, նշում եք, ինչ որ առիթ եք նշում։ Ֆինանսական ինչ առիթ է լինի, ինչ նպատակեր ունեք հարգելիներս, հնարավորությունները կլինեն, շատ եք հոգնում, ձեզ շատ են միգուցե չարչարում, տանում բերում, էլի եմ ասում։ Բայց նույնիսկ միգուցե, չգիտեմ, պետական ինչ-որ թղթեր, փաստաթղթեր, ինչ են ուզում, ինչ գործարք եք անում ֆինանսների համար, կդժվարանամ ասել։ Ձեզ համար կպարզվի ինչպես կարող եք հեշտացնել ձեր գործերը, որպեսզի արագ տեղի կայանա ձեր ֆինանսական գործարքները, կլինի ամեն շատ հաջող կլինի։ Ֆինանսական առումով նոր շանսեր էլ կունենաք։ Ֆինանսների հետ եւ աշխատանքի հետ կապված, ճիշտ ասած, շատ հաջող կարտեր էի տեսնում։ Հարգելի կշարքներ։ Իսկ ինչ եմ տեսնում, բոլորի համար, սա թրերի արքան է։ Թրերի արքան, տեսնում եք, սա մարդ է, որը ինքը կարողանում է ամեն գնով իր նպատակին հասնել, առանց էմոցիաների, առանց զգացմունքների, մարդը նպատակ ունի, մարդը իր նպատակին պետք է հասնել։ Սա հենց կշարքի նշանն է, եւ ես ինչպես անձնական հարցերում էի ասում, այդպես կարող է լինել, այ որ ասում էի կանայք կամ տղամարդիկ սխալ մարդու գայթակղել եք, պարզապես ուզել եք ինչ-որ մեկին տիրանալ, գայթակղել եք եւ կարմայով կարող է դրա համար էլ պատժվել եք, այսա այդ մարդն է, որ այս մարդը կարող էր այդպես անել, մարդը կարող էր ինքը ամեն գնով ցանկացած գնով հասնել իր ուզածին եւ ուզածին կհասնի, բայց հետո էլ կարող էր պատժվել։ Ես էլ եմ կրկնում, այնտեղ կարող էր երկու տարբերակ լինել, ես ուղղակի օրինակն եմ բերում, այս մարդը, որ ընդունակ է ամեն ինչի, միգուցե կարտերը զգուշացնում են, ուղղակի զգուշ եղեք դրանից, զգուշ եղեք հարգելիներս, նույնիսկ եթե դուք ուժեղ եք, նույնիսկ եթե դուք ունեք հնարավորություն ինչ-որ մեկի հանդեպ ինչ-որ բան անել, այդ րոպեին կարող է ձեզ լավը զգաք, հաղթանակած զգաք, բայց հետո ճակատագիրն իրականում ետ կգա բումերանգի պես եւ ինչ որ ձևով ձեզ կարող է վնասել ցանկացած հարցում։ Մի քիչ ավելի, որտեվ այս մարդը կարող է, տեսեք, հրով, թրով իր նպատակին հասնել։ Ես չեմ ասում դուք այդպեսին եք, ես ասում եմ կարտերը զգուշացնում են, մի եղեք լեզվով էլ սուր մի կտրեք, զգուշ եղեք օգոստոսի ամսին ոչ մեկի հետ աշխատեք չվիճել, չկռվել, բարիս բուն իմաստով է չկռվել, հա, տղամարդիկ մանավանդ հայ տղամարդիկ բավականին տաքարյուն են, ցանկացած հարցի շուրջ, կանայք էլ, լեզվակռիվ կարող է լինել, ինչ էլ ուզում եք կարող է լինել, իրականում դա կարող է ձեր դեմ աշխատել։ Այդ պահին կարող է դուք հաղթանակած դուրս գաք, բայց դա հետո կարող է ձեր դեմ աշխատել։ Կարտը պարզապես զգուշացնում է, բայց չի ասում, որ դուք այդպեսին եք, ես նորից եմ կրկնում։ Ամեն դեպքում զգուշ եղեք։ Աշխատեք ամեն գնով ձեր ուզածին չհասնել, դա կարող է ի վերջո ձեզ համար այնքան էլ լավ չվերջանալ։ Մի քիչ ավելի զգուշ եղեք, մի քիչ ավելի մեղմ եղեք, հարգելի կշերտներ։ Ես ձեզ լավ ամիս եմ ցանկանում։ Անձնական զույգերի եւ միայնակների համար բավականին բարդ կարտեր էին,
Բայց գիտեք, ես էլ եմ ասում, շաբաթվա համար ամեն շաբաթ նայում ենք, ինչ որ բան կարող է փոխվել։ Եվ ում վերաբերում է շատ հազվագյուտ մարդկանց, իրենք կհասկանան, որ իրենց վերաբերում է։ Իսկ մնացածին ցանկանում եմ պարզապես հաջող ամիս հարգելի կշռքներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում կարիճներին օգոստոս ամսվա ընթացքում։ Միայնակների համար անձնական կյանք, զույգերի համար աշխատանք, ֆինանսներ եւ եւս մեկ կարտ բոլոր կշռքների համար անկախ ձեր կարգավիճակից։ Ներողություն, կշռք չէ, կարիճների համար։ Հարգելի կարիճներ, ներողություն։ Ինչ է սպասվում կարիճներին օգոստոս ամսվա ընթացքում։ Ոյ, ներողություն։ Միայնակներ, զույգեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելի միայնակ կարիճների համար։ Տեսնում եմ աստղերը, սա գերազանքի, հույսի, հավատի կարտն է, ցանկությունների, սա էլ տեսնում եմ 7 բաժակների։ Բաժակների 7-ը բավականին հետաքրքիր կարտ է։ Սա կարող է նշանակել ինքնախապեյություն, այսինքն դուք ինքներդ հավատում եք ինչ-որ բանի, նաև խաբում եք ինքներդ ձեզ։ Ես չգիտեմ ինչպես ամեն մարդու դեպքում դա կարող է տարբեր ձևով արտահայտվել։ Ես լրացուցիչ կարտեր հանեմ, կարող եմ տեսնել։ Մյուս կողմից կարող է լինել, որ դուք ձեր երազանքին, չգիտեմ, չափից ավել մեծ երազանք եք պահել եւ իրականում մի փոքր անիրականանալի է, որտեղ դուք չափից ավել շատ խնդիրների միջով պետք է անցնեք, բայց դուք առայժմ չեք տեսնում։ Դուք երազում եք, բայց չեք տեսնում իրականում, թե ինչքան դժվարությամբ դուք հնարավոր է հասնեք եւ կամ չհասնեք ձեր երազանքին։ Բավականին հետաքրքիր կարտ է 7-ը։ Ես պետք է լրացուցիչ կարտեր հանեմ, որպեսզի ավելի շատ մանրամասներ կարողանամ տեսնել։ Առայժմ տեսնում եմ, որ շատ բարդ երազանքներ, ցանկություններ ունեք, որոնց շատ դժվար կլինի հասնելը։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի կարիճներ, ամեն դեպքում շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Գիտեք, տեսնում եմ առաջին աշտարակը քանդվում է, այո, որովհետև եթե դուք ոչ իրական, ոչ ռեալ երազանքներ ունեք, այսպես ինքնախապեյությամբ, դուք գիտեք, դուք ուզում եք, դուք հավատում եք, որ ես կհասնեմ, դե երազանք տվյալ դեպքում զույգի հետ է կապված, եթե կա ինչ-որ մեկը, որին հավանում եք, դուք ուղղակի շատ եք ուզում այդ մարդու հետ լինել, կին եք, տղամարդ եք, նշանակություն չունի։ Կարտերը են հուշում, ես ինձնից չեմ ասում, կարտերը հուշում են, որ դուք ինքներդ ձեզ խաբում եք, դուք ինքներդ էլ գիտեք, որ դա իրականում շատ բարդ է եւ կարող է նաեւ չհասնեք, բայց դուք ձեր հույսն ու հավատը կարծում եմ չեք կորցնում։ Իսկ ես տեսնում եմ, որ աշտարակը քանդում է։ Միգուցե դուք արդեն հիասթափվել եք, որովհետև չեք ուզեցել տեսնել բոլոր այն խոչընդոտները ու հանգամանքները, որ ձեզ իրականում չեն կարող ձեր նպատակին հասցնել։ Դուք այդպես միայն այսպես կուրորեն հավատալով փորձել եք առաջ շարժվել, բայց ես տեսնում եմ, որ աշտարակը իրականում քանդվել է, այսինքն դուք ձեր նպատակին չեք հասել։ Ես կարող եմ ասել, իրականում լավ կարտեր եմ տեսնում։ Օգոստոսի ամսին ես տեսնում եմ ձեզ համար կպարզվի։ Իրականում կպարզվի ինչ ուղղությամբ պետք է շարունակել։ Դուք նպատակ ունեք, կուրորեն հավատում եք, փորձում եք, չստացվեց։ Չստացվեց, հիմա ինչ եք անելու։ Ես կդժվարանամ կարտերով ասել ինչ եք անելու, բայց ես տեսնում եմ, որ դուք ինքներդ կհասկանաք։ Իսկ դա ամենակարևորն է։ Փորձեցիք, չստացվեց, հետո ուր պիտի գնաք, ինչ պետք է անեք։ Այ ձեզ համար կպարզվի թրերի տզով կարող եմ ասել։ Իսկ կարտերը հուշում են, պահպանեք ինչ որ ունեք։ Պահպանեք ինչ որ ունեք։ Ես չգիտեմ, պահպանեք ինքներդ ձեզ, պահպանեք ձեր զգացմունքները։ Եթե ճիշտ մարդու հետ չեք եւ չէր ստացվում, միգուցե միշտ չի, որ այդ կուրորեն համառությունը կարող է օգնել։ Իսկ եթե դուք ինչ որ, չգիտեմ, մեկին թողնում եք մեկ ուրիշի համար, իրականում կարտերն ասում են պահպանեք ինչ որ ունեք։ Ում վերաբերում է իրեն կհասկանան։ Ես տեսնում եմ, նայում եմ միայնակների համար, ուրեմն դուք միայնակ եք։ Միգուցե կարտերը այստեղ 4-ով ուզում են ասել, որ մի քիչ ավելի իրական, ձեզ, գիտեք, ոնց ասեմ, այսինքն այնպիսի երազանքներ, ցանկություններ, նպատակներ դրեք ձեր առջև, որոնք դուք կարողանաք իրականում հասնել։ Անիրական երազանքները իրականում ձեզ հուսախաբության են հասցնելու։ Իսկ եթե կարողանաք մի քիչ ավելի իրական, փորձեք միգուցե հասկանալ, այդ ճանապարհը ցույց կտա ինչ պետք է անել։
Եվ միգուցե դուք ձեզ ինքներդ ավելի լավ ճանաչեք, այսինքն միգուցե դա ձեզ համար կպարզվի, թե ես կարող եմ, թե չեմ կարող, ինչքանով է իմ ուժերի չափով, իմ ուժերը ինչքանով են ներում, ես այս մեծ նպատակներին կհասնեմ, չեմ հասնի։ Այս աղջիկը ինձ համար է, թե ինձ համար չի։ Այս երիտասարդը ինձ չի սիրում, ուրիշին է սիրում, ես կկարողանամ իրեն ինձանով գերել, թե չգերել։ Այ կարտերը ցույց են տալիս, որ երևի մի քիչ ավելի պետք է չափավոր իրական ռեալ, այդպես կարող եմ ասել, ռեալ ցանկություններ պետք է ունենալ։ Եթե մի բան ձեզ հասանելի չէ, դժվարանում եմ ասել, դուք երևի չեք կարողանա դրան հասնել։ Բայց եթե կարողանաք, չգիտեմ, նպատակ դնել ձեր առջև եւ ձեզ սիրում են, դուք չեք նկատում, որտեղ դուք այն մյուսին եք սիրում, իսկ եթե դուք նկատեք այն ինչ որ ձեզ իրականում տրված է ձեր աչքի առաջ է, ես տեսնում եմ, որ իրականում կարողանաք հարգելներս արև եմ տեսնում։ Ամեն դեպքում ձեզ համար կպարզվի, ես այստեղ հիասթափություն տեսնում եմ, ելի եմ ասում, աշտարակը քանդվել, ինչ որ հիասթափություն ունեցել եք, թողեք դա մնա անցյալում։ Թրով կարող եմ ասել, թրերի տեսով ձեզ համար ինչ որ բան կպարզվի, ինչպես եք շարժվում առաջ, նոր ինչ որ երևի տարբերակ պետք է ընտրեք, ինչ որ ձեզ հասանելի է։ Ընտրեք մեկին, որն ավելի հասանելի է, եւ իրականում ձեր աշխատանքը պտուղ կտա, ես կարող եմ ասել եւ հաջողություններ կունենաք։ Եթե ելի եմ ասում, ընտրում եք ինչ որ մեկին, որը սիրում է ուրիշին, դուք նրան չեք կարող հասնել, բայց եթե ճիշտ մարդու ընտրեք, իրականում հաջողության կհասնեք եւ շատ ջանքեր էլ չեք թափի։ Մի քիչ երևի կսպասեք, ես տեսնում եմ, որ դուք հաջողության կհասնեք։ Ձեր անհաջողությունը միայն նրանում է, հարգելի կարիճներ, ում որ վերաբերում է, ովքեր հաջողակ են, դե հաջողակ են։ Կին եք, տղամարդ եք, նշանակություն չունի։ Որտեղ մի տեսակ անռեալ ցանկություններ ունեք, սխալ մարդկանց հանդեպ է ձեր, չգիտեմ, ուշադրությունը, հա, այսպես ում հետ եք ուզում լինել, սխալ մարդ է ձեզ համար, դրա համար եք հիասթափում։ Եթե ընտրեք կոնկրետ ռեալ մեկին, որն իրականում հնարավոր է ձեզ զույգ լինի, այդ դեպքում ձեզ հաջողություն է սպասվում։ Ինչ եմ տեսնում զույգերի համար։ Զույգերի համար տեսնում եմ խաչ եւ տեսնում եմ թրերի պաժը։ Բավականին բարդ կարտ է խաչը, միշտ ասել եմ։ Մի տեսակ ինչ որ ճակատագրական պահ է, ինչ որ նորություն է, պաժը նոր է, թրով, ինչ որ նոր որոշում է կայացրել զույգերից մեկը։ Ինչ որոշում է կայացրել, չեմ կարող ասել, բայց մի տեսակ շատ բարդ իրավիճակում է։ Կարող է լինել, կարող է նաև չլինել, կարող է ճիշտ որոշում է, կարող է սխալ որոշում, որտեղ ամեն ինչ չի, որ ձեզնից է կախված լինելու։ Զույգերը կարող են լինել ամուսնացած, կարող են լինել չամուսնացած։ Ես կարտերով պետք է կարտեր հանեմ տեսնեմ, կարող է պարզապես սիրահարված զույգերի մասին չլինի, այլ ընտանիքում զույգերի կյանքում ինչ որ բան է տեղի ունենում։ Պարզը կարող է նաև լինել երեխա, տեսնենք։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ես այստեղ ծանր ողբերգություններ ճիշտն ասած չեմ տեսնում, հարգելի կարիճներ։ Անկեղծ ասած չեմ տեսնում, բայց կարող եմ ասել ինչ որ մեկը էմոցիոնալ առումով բավականին բարդ վիճակում է։ Եվ կոնկրետ որոշում է կայացրել։ Որոշումը դեռ նոր է, ոչ մի ճակատագրական որոշում դեռ չեք կայացրել։ Ես զույգերից չեմ կարող ասել ով է, չեմ կարող ասել ամուսնացած եք թե ամուսնացած չեք։ Մեկը կողմերից զույգերից աղջիկը կամ տղան, կինը, տղամարդը ինչ որ որոշում է կայացրել, դեռ նոր է որոշում կայացել, դեռ չի իրագործել։ Եթե որոշել եք հեռանալ, ես այդպիսի բան եմ տեսնում, կամ որոշել եք կապերը խզել, եթե ամուսնացած չեք, ես կասեմ, կարտերը նայեմ, կասեմ հարգելինես, շատ ճակատագրական բարդ որոշում է, կարտերն էլ հույս ներողություն խորհուրդ են տալի, շատ միշտապեք, որոշումը շատ կարող է ճակատագրական լինել ձեզ համար։ Ես այստեղ տեսնում եմ թագուհին պենտակլի, տեսնում եմ պենտակլի երկուսը, տեսնում եմ այստեղ կինը, այսպես շրջապատված է, չի տեսնում ելքը, մի տեսակ անելանելի վիճակում է տեսնում իրեն եւ բավականին էլ ջանքեր է թափում այս անելանելի վիճակից դուրս գալու համար։ Ես այստեղ տեսնում եմ կին, բավականին կայացած, այստեղ ֆինանսական հարցեր չեմ տեսնում, բայց ինչ որ էմոցիոնալ առումով բավականին լուրջ կին եմ տեսնում, շատ լավ կին եմ տեսնում, բավականին դրական։ Երբ ինքը լուրջ մտադրություններ ունի, բայց տեսնում եմ, որ այս կնոջ ուսին է հարաբերությունները։
Տեսնում եք, այսինքն կինը ինքը շատ լուրջ տրամադրված է ձեր հարաբերությունին։ Ամուսնացած կին է, ամուսնու մասին է խոսքը, թե ընկերուհին է պարզապես, այս կնոջ ուսերին է ամեն ինչ, բալանսը այս կինն է կարողանում պահել, որպեսզի իրենց հարաբերությունները իրականում չավարտվեն։ Ես ճիշտ ասած հարգելիներս չեմ կարող ասել, չեմ տեսնում, դավաճանություններ չեմ տեսնում ձեր ամուսինը ինչ որ բան է արել ձեր հանդեպ կամ ձեր տղամարդը, բայց ես տեսնում եմ, որ դուք եք ինչ որ մտահոգ վիճակում եք եւ ինչ որ ճակատագրական որոշում եք կայացնում։ Տեսնում եմ այստեղ հրաշագործի կարտը, տեսնում եմ այստեղ թագավորը, եւ կարող է կին լինել եւ կարող է տղամարդ լինել, անկեղծ ասած։ Երկուսն էլ լավն են, վատը չեն, բայց մեկը տեսնում եք որոշել է հեռանալ։ Ես բավականին բարդ կարտեր եմ տեսնում, բայց շատ ծանր կարտեր չեմ տեսնում։ Գիտեք, չգիտեմ, ինչ որ մի խնդիր կա ամեն դեպքում։ Ինչ որ մի խնդիր կա, այս մեկը մեկից նեղվել է, որտեղ սա էմոցիոնալ թագավորն է, տեսնում եք, բաժակը ձեռքին, որը հարաբերություններ կան, իրենք զույգ են, բայց ամեն դեպքում ինչ որ մի բան այնպես չէ եւ մեկը որոշել է ուզում է հեռանալ եւ նոր կյանք սկսել։ Սա կարող է լինել միգուցե դեռ ամուսնացած չէ, կինը ուզում էր ամուսնանալ, ընտանիք կազմել, իսկ զույգը երևի եթե տղամարդն է, ինքը գիտեք ես այստեղ մեծ զգացմունքներ անկեղծ ասած չեմ տեսնում։ Եթե հարգեներս ամուսնացած չենք կարիճները, կարող եմ ասել, որ իրենք իրենց կյանքը չեն ուզում կապել կնոջ հետ, որի հետ է շատ լավ կին է, շատ դրական, շատ պարզապես դուք իրար համապատասխան չեք։ Ամեն դեպքում տղամարդը գտնում է, որ ինքը այլ կնոջ հետ է ուզում լինել։ Եվ չեմ կարող ասել, որ արդեն այլ կին կա դավաճանում է, բոլորովին։ Ես տեսնում եմ, որ ինքը հեռանում է, հետո է ուզում գտնել։ Ինքը ամուսնանալու համար կարծում է, որ այս կինը ում հետ որ է, շատ լավ կին է, բայց իր համար ամուսնության թեկնածու չէ։ Ես այդպես եմ տեսնում։ Տղամարդը ուզում է ինչ-որ բան փոխել, ինքը ուզում է փոխել իր կյանքը, ել եմ ասում, շատ լավ աղջկա հետ է շփվում, բայց եթե ինքը ուզում է ընտանիք կազմել, ամուսնանալ, իրեն թվում է, որ իր կողքի կինը շատ դրական կին է, բայց իրեն համապատասխան չէ։ Ինքը ուզում է հեռանալ եւ գտնել մեկ ուրիշ կնոջ, որի հետ կկարողանա ամուսնանալ, ընտանիք կազմել։ Այդպես կարող եմ ասել, եթե սա վերաբերում է տղամարդկանց։ Իսկ եթե վերաբերում է կնոջը, նույնը կարող եմ ասել կնոջը, ինքը իր կյանքում տղամարդ կա, բայց իր ուսերին է եւ կինը արդեն հոգնել է այդ վիճակից, շատ է հոգնել։ Ինքը կարծում է, որ միակողմանի են միգուցե զգացմունքները, ինքը իր ուսերի վրա է։ Ես չեմ կարող ասել, որ խիստ սիրահարված կին է։ Իրականում բավականին պրակտիկ կին է, շատ, սա պրակտիկ կին է, հողի նշան, թագուհին, շատ դրական, շատ կազմակերպված, ինքը գիտի կյանքում ինչ է ուզում, միշտ հասնում է իր նպատակին, բայց ճիշտ ճանապարհներով, ինչ որ մեկի հետ է, բայց հասկանում է, որ միգուցե զգացմունքներն այնքան էլ արդեն առաջվանը չեն եւ ինքն է կարողանում պահել հարաբերությունները, բայց ինքը արդեն հոգնել է բավականին ջանք թափելուց հետո եւ կարծում եմ միգուցե կինն է ուզում հեռանալ։ Կինը պարզապես հասկանում է, որ իր կողքի տղամարդը կամ միգուցե արդեն իրեն չի սիրում, կամ պարզապես երևի իրենց միջև ոչինչ չի կարող լինել եւ կինը կորոշի հեռանալ, որովհետեւ ինքը ուզում է դեռ, այսպես ասեմ, ինքը դեռ պետք է ճանապարհ անցնի։ Կինն էլ է հասկացել, որ իր զույգը իր համար չի։ Ես այստեղ էլ եմ ասում, ոչ տեսնում եմ դավաճանություններ, ոչ տեսնում եմ իրար հանդեպ մեծ պրոբլեմներ։ Պարզապես մարդիկ իրար հետ են եւ մեկը հոգնել է մյուսից եւ ուզում է գնալ, որտեւ ինքը ուզում է իրեն այսպիսի կին է տեսնում։ Իսկ տղամարդու հետ ինքը իրեն ճիշտ կին չի տեսնում։ Որովհետեւ ինքը ուսերի վրա պահելով միգուցե կան, չէ՞, այդպիսի դեպքեր, երբ կինը անդադ պետք է ինչ որ ձևացնի, որ տղամարդը ուժեղ է, ինքը թույլ է, տղամարդը ավելի խելացի է, պետք է ասի ինչ որ տղամարդն ուզում է լսի, կան այդպիսի տարբերակներ, ես այդպես եմ տեսնում, ինքը տղամարդու է, լիարժեք ինքը իրեն կայսրուհի չի զգում, մի տեսակ, այդպես կարող եմ ասել, հարգելիներս, բացարձակ ոչ մի այսպես, բայց ես տեսնում եմ, որ ճակատագրով է, հարգելիներս, ինչ որոշում էլ որ կայացնեք, շատ ճակատագրական է, կարող եմ ասել, որ կարտերով կարող եմ ասել, որ բացարձակ ոչ մի մեծ լուրջ խնդիր չկար, բայց եթե դուք կարծում եք, որ պետք է հեռանաք ձեր կյանքը կառուցեք, իրականում ես վերջում լավ կարտ եմ տեսնում, այսինքն դուք կկարողանաք ձեր կյանքը կառուցել, լինել այն, ինչ որ դուք ուզում եք լինել, ինչպիսին որ ուզում եք լինել, եւ գտնեք իրականում ավելի ճիշտ մեկին, որի հետ կուզեք իսկապես ընտանիք կազմել, շարունակել ձեր հարաբերությունները։ Այդպես կարող եմ ասել, այսինքն ինչ որոշում էլ որ կայացնում եք, վատ որոշում չէ։ Շատ բարդ կարտեր չեմ տեսնում, պարզապես մարդիկ սիրել են, ել չեն սիրում իրար։ Դարձել են ընկերներ, դա իրենց չի բավարարում եւ ուզում են շարժվել առաջ, այդպես էլ է լինում։ Իսկ ինչ եմ տեսնում աշխատանքում, տեսնում եմ լաբիրինթոս եւ տեսնում եմ քրմուհու կարտը։ Մի տեսակ ինչ որ խճճված վիճակ է, ձեր ներքին ձայնը ձեզ հուշում է, թե ինչու եք հայտնվել այս լաբիրինթոս եւ փորձում եք կարող եմ ասել, որ դուք փորձում եք ձեր ներքին զգացողությամբ փրկել իրավիճակը, դուրս գալ այս լաբիրինթոսից, տեսնենք։ Դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել քրմուհու կարտով։ Մի տեսակ արդեն լաբիրինթոսում եք, արդեն մի տեսակ խճճված վիճակ եք։ Ես բարդություններ չեմ տեսնում, ուղղակի ինչ որ հարցում մի փոքր երևի խճճվել եք։
Եվ ուզում եք ինքնուրույն ձեր ներքին զգացողությամբ փորձում եք վիճակից դուրս գալ։ Տեսնենք էլ ինչ կհուշեն կարտերը։ Հակերներս ձեր ներքին ձայնը ձեզ շատ էլ ճիշտ է հուշում, աշխարհի կարտ եմ տեսնում, պենտակլի թագուհին եմ տեսնում եւ սա էլ պենտակլի երկուսը բալանսի մեջ պահում եք։ Ինչ խնդիր լինի աշխատանքի հետ կապված, աշխատանքի եք փնտրում, չեք կարողանում գտնել, դժվարանում եք, կգտնեք, աշխարհի դռներով կարող եմ ասել ձեզ նոր հնարավորություններ են, ձեր արժեվ նոր հնարավորություններ են գալու եւ նոր դռներ կբացվեն, կարող եմ ասել պենտակլի թագով լավ էլ դիրք ունենաք, լավ էլ աշխատանք կգտնեք եւ կկարողանաք բալանսի մեջ պահել, այսինքն ամեն ինչ շատ լավ կլինի։ Չկա այդպիսի խնդիր, որ դուք չկարողանաք լուծել։ Եթե նոր աշխատանքի եք տեղավորում, շատ լավ կլինի, եթե ձեր աշխատանքում էր, ձեր գործն էր, բիզնեսն էր, ինչ հարցեր էլ որ կային, մի տեսակ խճճված վիճակ էր, դուք կարծում եք, որ դուք կկարողանաք վիճակից դուրս գալ, կկարողանաք։ Եվ ինքներդ էլ կկարողանաք, ես չեմ տեսնում ինչու մեկը ձեզ օգնում է։ Դուք բավականին փորձված եք, ձեր գործի լավատեղյակ եք, կարողանում եք ամեն ինչ այսպես հավասարակշռել, եթե նույնիսկ ինչ-որ բան խանգարվել էր, հա, ինչ-որ բան շեղվել էր, հավասարակշռությունը կորցրել եք աշխատանքում, ինչ-որ մանր-մունր խնդիր կար, խճճվել եք, դուք կկարողանաք հենց ինքներդ էլ կկարողանաք հարցը լուծել։ Իսկ աշխարհի կարտը շատ գեղեցիկ է։ Չկա այդպիսի հարց օգոստոսին աշխատանքի վայրում կամ գործերի հետ կապված, որ չկարողանաք լուծել հարգելի կարիճներ։ Շատ հաջող եմ տեսնում աշխատանքը։ Իսկ ֆինանսներում հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Սա տեսնում եմ առնետները կարող է լինել կորստի կարտը, կարող է լինել ինչ-որ բան թողնում եք ձեզնից հեռանա։ Սա տեսնում եմ կայսրի կարտը։ Ինչ որ թղթեր, ինչ որ, չգիտեմ, փաստաթղթեր կարող է ստորագրում է, կարող է օրենքի հետ ինչ որ գործ ունեք, կարող է, չգիտեմ, ֆինանսական հարցերով գալիս են ձեզ ստուգում են, չէ, օդիտ են անում, ինչ են հայերենով ինչպես են ասում, գալիս են ինչ որ ստուգումներ է լինում, ինչ որ կարող է կորուստներ լինեն, կարող է դուք պետք է թողնեք ինչ որ բան գնա, չեմ կարող ասել, որպեսզի խնդիրներ չունենաք, տարբեր տարբերակներով կարող է լինել, ում ինչպես վերաբերում է, դուք կհասկանաք։ Ամեն դեպքում օգոստոսին մի քիչ զգուշ եղեք, աշխատեք ֆինանսական հարցերով օրենք չխախտել, կորուստներից խուսափելու համար, բայց առնետները կարող են նաև ասել զգուշացնել պարզապես, կարող են կորուստներ լինի, եթե փորձեք ինչ-որ մի բան անել օրենքի դեմ, աշխատեք ամեն ինչ անել օրինական ճանապարհով։ Հետաքրքիր է, ինչ եմ տեսնում ֆինանսական հարցերով։ Տեսնում եմ պենտակլի 3-ը, տեսնում եմ բաժակների 9-ը, տեսնում եմ աշտարակ է քանդվում։ Փորձեմ հասկանալ սա ինչ է նշանակում։ Ես կարող եմ ասել, գիտեք, զգուշ եղեք սխալ մարդկանց խորհուրդներից։ Մարդիկ, որոնք շատ են արել, ինչ որ գործ են արել։ Տեսեք, ֆինանսական շահույթ ունենալու համար սա 3-ն է, այսինքն ինչ որ ֆինանսական շահ ունենալու համար ինչ որ մեկը ձեզ ինչ որ բան է առաջարկում։ Մի բան, որ ինքը շատ անգամ արել է եւ ամեն անգամ հաջողվել է։ Այսինքն ինչ որ անօրինական գործարք, ես սկզբում էի ասում, տեսնում եք, այստեղ օրենքի մարդն է սա։ Այսինքն ինչ որ անօրինական գործարք է ձեզ առաջարկում։ Ինքը շատ անգամ արել է եւ ոչ մի անգամ չի, ինչպես են ասում, չի բռնվել, հա։ Այսինքն ամեն անգամ իրեն հաջողվել է, բայց ասում են ամեն անգամ պապը փլավ չի ուտի, որտեղ տեսնում եմ իրականում, որ կարող է նաև աշտարակը քանդվել։ Ինչ եմ ուզում ասել։ Աշխատեք ֆինանսներն ավելացնելու համար, հա, ֆինանսական շահ ունենալու համար, չլսել ինչ որ փորձված մեկին, որը անօրինական ճանապարհով ձեզ առաջարկում է տարբերակ, ինչպես շատացնել ձեր ֆինանսները։ Չի կարելի այս մարդուն վստահել։ Եթե ինքը ոչ մի անգամ չի սխալվել, միշտ ամեն ինչ հաջողել է, կարող է այս անգամ չհաջողվել եւ իրականում դուք կարող եք ընկնել թակարդը եւ կարող եք կորուստներ ունենալ։ Նույնիսկ եթե դուք ձեր ֆինանսներից մի քիչ դժգոհ եք, այսպես կարող եմ ասել, բաժակների առքավ, մի քիչ դժգոհ եք եւ շատ շտապում եք, ձեր շատ շտապ ֆինանսներ են պետք։ Այսպես հրով-թրով ասպետի պես է, այսա մի տեսակ խենթուխել առասպետն է, ասինքն ինքը ուզում է, ինքը գնում է իր նպատակի հետևից։ Եթե դուք այսպես արագ լսեք այս մարդուն եւ գնաք իր հետևից, ինչ որ անօրինական, ինչ որ բան եք ուզում անել, որտեղ շտապում եք, ձեր շտապ գումար է պետք, հա, դուք կարող եք սխալվել հարգելիներս եւ
Դու կարող եք սխալվել, այդպես կարող եմ ասել։ Ես իրականում եւս մեկ ասպետ եմ տեսնում, որը բոլորովին հակառակ ուղղությամբ է նայում։ Աշխատեք ինքներդ շատ զգուշ լինել, չլսելով ինչ է առաջարկում, այդ դեպքում կարող եք կորուստ ունենալ, բայց ես տեսնում եմ, որ դուք իրականում կարող եք խելամիտ գտնվել, կարող եք խելամիտ գտնվել եւ բոլորովին չվստահել այս մարդուն, այս Էսթրերի ասպետին, որ դες շատ արագ ինչ որ անօրինական բան է առաջարկում, որտեղ ինքը շատ անգամ արել է, հաջողվել է։ Իրականում մի լսեք իրեն։ Ձեզ տեսնում եմ կարտերը հուշում են հակառակ ուղղությամբ, չի կարելի այդ մարդուն լսել։ Դուք լսեք ինքներդ ձեզ։ Փորձեմ եւս 1-2 կարտ հանել, բայց ես տեսնում եմ, որ դուք իրականում կարող եք խուսափել։ Պարզապես շատ արագ, շատ այսպես ամեն տարբերակներով փորձել գումար վաստակելը կարող է 1-2 ինչ-որ մարդկանց հաջողվել է, տվյալ դեպքում կարտերը ձեզ զգուշացնում են։ Օգոստոսին զգուշ եղեք, իրականում կարող է այս անգամ առնետը հայտնվի թակարդում, այսինքն կարող եք խնդիրներ ունենալ։ Հարգելիներս, էլի ասպետ եմ տեսնում, 3 ասպետն էլ դուրս եկան, տեսեք, 4-ից 3-ը դուրս եկան։ Իսկ սա Պենտակլի թագավորը, այսինքն դուք կարիչներ եք, դուք բավականին խելամիտ մարդ եք, դուք ձեր ֆինանսները ինքներդ սովոր եք ավելացնել, ֆինանսներ աշխատել, եւ եթե դուք ինքներդ ձեզ վստահեք, դուք ոչ մեկին չլսեք, չգնաք ոչ մեկի կրակոտ, այսպես մեծ խոստումներին, հա, դուք իրականում կարողանաք հավատարի մնալ ինքներդ ձեզ, լինել ավելի պրակտիկ։ Այն ինչ որ հնարավոր չէ, օրենք խախտելով, չգիտեմ, 1-2 ստացվել է, իրականում այս անգամ չի ստացվելու։ Կարտերն են հուշում։ Դրա համար հուշում են եղեք ավելի պրակտիկ, փորձեք աշխատել ձեր քրտինքով, ազնիվ նրանք ովքեր այդպես վարվել են, այդպես էլ պետք է վարվեն, որտեղ ես չեմ տեսնում, որ դուք եք անում ինչ-որ սխալ բան, մշտապես անում եք, այս անգամ կարող եք պարզապես թակարդ նկնել, օրենքի հետ պրոբլեմ ունենալ։ Ես տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ձեզ շեղում է ճանապարհից, տանում է իր ետևից։ Դրա համար եմ ասում, սա դուք եք։ Իսկ այն մեկը այդ թրերի ասպետն է, որ ձեզ ուզում է տանել իր ետևից։ Մի շտապեք, ոչ մեկի մի լսեք, դուք ինքներդ ձեզ վստահեք, դուք ինքներդ կկարողանաք։ Իսկ սա ֆինանսապես հենց ֆինանսների թագավորն է ինքը, այսինքն Պենտակլի թագավորը։ Այսինքն դուք կկարողանաք ֆինանսական հաջողության հասնել օրինական ճանապարհով առանց շտապելու եւ ինքներդ։ Ոչ մեկին մի լսեք։ Մարդիկ ինչքան մեծ խոստումներ են տալիս, այնքան ավելի խճճում են ձեզ։ Դուք ինքներդ կկարողանաք հասնել։ Ինչ եմ տեսնում ընդհանուր խորհուրդ բոլոր կարիչներին, տարիքը կապ չունի, զույգ եք, մենակ եք, տարիքով եք, երիտասարդ եք, ցանկացած հարցի շուրջ։ Տեսնում եմ 3-ը ջահերի, տեսնում եք մարդը ընտրություն է կատարել, եթե գտնում եք ինչ-որ մի բան չի ստացվում ձեր կյանքում, ինչ-որ մի բան անում եք եւ չի ստացվում, ժամանակն է ընտրություն կատարել եւ փոխել ուղղությունը, հարգելիներս։ Այս մարդը արդեն ընտրությունը կատարել է, տեսնում եք, թողում է ջահերը ետևում, այսինքն 2 փորձ թողում է ետևում, նոր ջահը ձեռքին ինքը շարժվում է առաջ, դեպի պայծառ ապագա։ Եթե կան մարդիկ, ինչ իրավիճակում է լինի, անձնական, միայնակ, զույգերի համար հիշում եմ ինչ-որ մեկը որոշել էր հեռանալ, մարդը արդեն որոշումը կայացրել է, ճիշտ որոշում է։ Սա այն մարդն է, որը ճիշտ որոշում է կայացրել։ Եթե տեղում դոփում եք ինչ-որ մի բան չի ստացվում, ժամանակն է որոշում կայացնելու եւ գնալու նոր ուղի գնալ, ձեր ցանկության ետևից գնալ, բայց որոշում պետք է կայացնեք։ Թողեք ձեր փորձը, ինչ որ չի ստացվել։ Այսինքն կարտերը նաեւ հուշում եք, թե ինչ բան անում եք եւ չի ստացվում մի անգամ, 2 անգամ, ուրեմն պետք է թողնել այդ գաղափարը, գնալ նոր գաղափարի ետևից։ Ես տեսնում եմ, որ կկարողանա շատ կարիչներ որոշում կայացնել եւ հենց օգոստոսին ընտրել նոր ուղի եւ գնալ իրենց ցանկությունների ետևից։ Ես հաջող ամիս եմ ցանկանում օգոստոսը, հարգելի կարիչներ։ Բավականին բարդ ամիս է, ոնց որ հասկանում եմ բոլորի համար։ Ընդամենը 1 ամիս է, հարգելիներս, ընդամենը 1 ամիս։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորներին հաջորդ ամսվա ընթացքում, օգոստոսին։ Միայնակ աղեղնավորների համար, զույգերի համար, աշխատանքային հարցերում, ֆինանսներում եւ եւս մեկ կարտ բոլոր աղեղնավորների համար։ Հարգելիներս, միայնակները կարող են լինել ամուսնալուծված, կարող են լինել միայնակ, ունեցել են հարաբերություններ, հիմա չունեն, կարող են լինել պարզապես առաջին անգամ երիտասարդ են, դեռ նոր ուզում են ինչ-որ մեկի հետ հարաբերություններ սկսել։ Բոլորին էլ կարող է վերաբերել։ Միայնակների համար, զույգերի համար, աշխատանքի եւ ֆինանսների։ Ինչ եմ տեսնում միայնակների համար։ Միայնակները ճանապարհ են ընկել։ Թևերը պարզել են եւ ճանապարհ են ընկել։ Փոփոխություն եւ նորություն են ուզում։ Տեսնում եք նոր ճանապարհ, նոր ուղի են ընտրել։
թևերը պարզել են, մարդը պատրաստ է միգուցե նոր հարաբերություններ սկսելու, որտեղ տեսնում են, որ մարդը թողում է իր կյանքի փորձը եւ հեռանում։ Կարող է լինել տղամարդիկ հավանաբար, որոնք շատ անգամ փորձել են, բայց չի ստացվել, հարաբերություններ ունեցել են, դա եղել է իրենց համար կյանքի փորձ, բոլոր ընկած բաժակները իրենց կյանքի փորձն են, բայց հիասթափություններն են, իսկ կանգնած բաժակները իրենց հաջողություններն են, բայց այդ բոլորը միասին լինում է կյանքում փորձ։ Իսկ կանայք կարող է մեկ անգամ, ինչ որ մեկի հետ եղել է, անկախ նրանից օրինական ամուսնալուծված եք, թե պարզապես զույգ եք եղել եւ բաժանվել եք, ես տեսնում եմ, որ ինչ որ մեկը նոր ուղի է փնտրում, թևերը պարզել, պատրաստ է նոր սեր, նոր հարաբերություններ գտնել եւ ճանապարհ է ընկել, ինչ որ մի նոր բան է փնտրում իր կյանքում։ Իսկ նրանք, ովքեր չեն ունեցել հարաբերություններ, ես կարող եմ ասել այստեղ կարտով, որ նրանք, ովքեր ունեցել մարդիկ, որ հիմնականում նայում եմ այսօրվա կարտերը, նրանց մասին են, ովքեր ինչ-որ փորձ ունեցել են, թողել են իրենց ետևում բոլոր իրենց փորձերը եւ նայում են առաջ, բայց կարող է լինել, որ եթե դուք չեք ունեցել, դուք նայում եք առաջ, պատրաստ եք զույգ կազմելու։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի աղեղնավորներ։ Ամենաառաջին կարտը, այս կարտն էլ կարող էի հանել եւ ոչինչ չասել, աշխարհի կարտն է, նոր հնարավորություններ են բացվում ձեր առաջ, նոր շանսեր կտրվեն ձեզ, կարող եք նոր մարդկանց հետ հանդիպել, կարող է ինչ որ մեկի կյանքում ինչ որ մեկը հայտնվել, կարող է հարգելիներս։ Ես այստեղ տեսնում եմ նաեւ կայսրուհու կարտը, տեսնում եմ այստեղ ընտրության հարցը։ Գիտեք, շատերը կարող են լինել նրանք հատկապես ովքեր հեռացել են ինչ-որ հարաբերություններից, ես այլ եմ ասում, այստեղ ցույց տվեցի, հեռացել են հարաբերություններից, նոր հարաբերություններ են ուզում կառուցել, ես տեսնում եմ, որ շանսեր կարող են լինել, նոր հնարավորություններ, կամ դուք այսպես ձեզ կզգաք հանգած ազատ։ Գիտեք, եթե մարդիկ հեռանում են ինչ-որ մեկից, դա նշանակում է, որ հարաբերությունները չէին աշխատում։ Բավականին ժամանակ իմանալով հայերին, հատկապես կանանց, փորձում են ընտանիքը փրկել, փորձում են հարաբերությունները, եթե ամուսնությունը չի փրկել, երբեք ոչ մեկ սիրուց կամ հարաբերությունից պես միանգամից չի հեռանում, փորձում են փրկել։ Եթե չի ստացվում, բավականին դա process է եւ բավական բարդ process է, ու եթե որոշել են եւ հեռանում են, այսպես իրենց հանկարծ զգում են ազատ։ Հանկարծ զգում են ազատ, շատ ուրախ, թեթևացած, որ վերջապես իրենք կարող են գտնել իրենց նորից։ Գիտեք, ամուսնությունը մարդուն դարձնում է երկու, այսպես միությունից մեկը։ Այսինքն դու քո անձն է, անհատականությունն է փոխվում։ Իսկ այստեղ ինքը ուզում է նորից վերագտնել իր իսկական եսը, ինչպիսին էր ինքը, երբ ինքը մենակ էր, որպեսզի կարողանա նորից որոշումներ կայացնել։ Եթե նոր եք հեռացել ինչ-որ մեկից, նոր եք ճանապարհ ընկել, կարող եմ ասել, որ իրականում դուք չէ ձեզ ազատ եք զգում, հանգիստ եք զգում, որովհետև թեթևացել եք, արդեն ոչ մի ձեզ կապանք չկա, խանգարող չկա, բայց միևնույն ժամանակ առայժմ կարող է ձեզ համար միանգամից հեշտ չլինել որոշում կայացնելը։ Գիտեք, հարաբերություններից հեռանալուց անմիջապես մարդը չի կարող նոր հարաբերությունների մեջ հայտնվել։ Մի քիչ մարդուն ժամանակ է պետք։ Այ կարող է մի փոքր այդպես ձեզ համար խնդիր լինել, որոշում եք կայացնում, դեռ չեք տեսնում որոշումը, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Ես չեմ տեսնում, որ ձեր ճանապարհը փակ է, հակառակը տեսնում եմ, որ հնարավորություններ կլինեն։ Մյուս կողմից կարտերը հուշում են, որ եթե հեռացել եք, ես տեսնում եմ, որ իրականում ճիշտ որոշում է եղել։ Բացասական չեմ տեսնում, չէ՞, կամ որոշումներ ճիշտ եւ սխալ, որովհետեւ նախ եւ առաջ հնարավորություններ կբացվեն, երկրորդը տեսնում եմ պենտակլի 3-ով առաջ խաղացում կլինի եւ երրորդը թրի տզով տեսնում եմ ինչ որ մի բան ձեզ համար կպարզվի։ Միգուցե կպարզվի որտեղ, ինչպես փնտրել, ում հետ կարող եք, այստեղ թրերի երկուսն էր, իսկ այստեղ տեսնում եմ թրերի տուզը։ Եթե չեք հասկանում, չեք կարողանում հասկանալ, որոշել, ընտրեք, չընտրեք, միգուցե երկու տարբերակ ունեք, երկուսից որին ընտրեք։ Երեքով տեսնում եմ առաջ խաղացում եւ թրով տեսնում եմ ձեզ համար կպարզվի։ Այս աչքերի փակը դուրս կգա, հա, կապանքը կարող է դուրս կգա կապանքը ձեր աչքերից եւ դուք կտեսնեք իրականում ուր է գնում եւ ինչ եք ուզում անել ձեր կյանքի հետ, եթե մնացել եք մենակ։ Իսկ նրանք, ովքեր մենակ էին եւ պարզապես ոտքի են կանգնել եւ ուզում են գնալ ինչ-որ մեկին գտնել եւ դրանից առաջ չեն ունեցել թևերը պարզած մարդը պատրաստ է, իսկապես պատրաստ է նոր հարաբերությունների, այսինքն պատրաստ է հարաբերությունների զույգ կազմելու, աշխարհի դռները բացում են ձեր առջև, նրանք ովքեր փորձ չունեն, հարաբերություններ չեն ունեցել, կին տղամարդ, աղջիկ տղա նշանակություն չունի։ Տեսնում եմ հնարավորություններ կլինի հարգելներս։ Ընդ որում տարբերակը լինի, ել եմ ասում, նույնիսկ նա կարող է 1-2 անգամ տարբերակ լինել, ու եթե նույնիսկ չկարողանաք որոշում կայացնել, իրականում կլինի ինչ որ
տարբերակ կլինի եւ դուք կկարողանաք վերջո ընտրություն կատարել։ Ես տեսնում եմ, որ կկարողանաք, եթե ուզում եք ձեր կյանքը ինչ-որ ձևով կարգավորվի, գիտեք, երբ որ զույգ եք կազմում, հարգելի միայնակներ, ձեզ համար կպարզվի, այ աչքերի կապանքը դուրս կգա եւ կպարզվի նորից հատկապես եթե ընտրություն ունեք, որ մեկին ընտրել։ Գիտեք, ես կարող եմ ասել, դե զույգ ընտրելը որն է, եթե դուք միայնակ եք, պետք է ինչ-որ մեկի հետ շփվեք, որպեսզի հետագայում հասկանաք ուզում եք միասին լինել, ընտանիք կազմել կամ պարզապես միասին լինել, չլինել։ Այսինքն փորձեք պարզապես շփվել, դուրս գալ շփվել, դե եթե չի ստացվի, ուրեմն չի ստացվի։ Չէ, այդպես միանգամից ոնց կարող եք որոշում կայացնել, ես ասում եք մի օր գնացի պաղպաղակերա, ինքը երևի հենց այն մարդն է, ում հետ ուզում եմ ամբողջ կյանքս կապել։ Այդպես ուղղակի չի լինում։ Կարտերը հուշում են հնարավորություններ կունենաք, օգտվեք առիթից, գնացեք, մի քիչ փորձեք ավելի թեթև զվարճանալ, շփվել մարդկանց հետ, ձեզ համար կպարզվի ինչպես կարող եք ապագայում ձեր կյանքը, չգիտեմ, փոխել, այսինքն գտնել ձեզ համար զույգ։ Նրանք, ովքեր նոր են կյանք մտնում, նրանք, ովքեր արդեն ունեն կյանքի փորձ։ Տարբերակներ կունենաք հարգելիներս։ Ես տեսնում եմ դուք ձեզ շատ լավ եք զգում։ Մենակ եք լավ զգում առայժմ, բայց եթե ուզում եք զույգ կազմել, ձեզ հնարավորություններ կտրվեն։ Ինչ եմ տեսնում զույգերի համար։ Զույգերի համար տեսնում եմ թրերի ասպետը եւ տեսնում եմ այստեղ կամուրջ զույգերի մեջ էլ ինչ-որ մեկը ուզում է կամուրջ անցնել, ուզում է ինչ-որ ձևով փոխել իր կյանքը եւ բավականին լավ է տրամադրված, այսինքն շատ ագրեսիվ, այսպես հրով թրով ինքը որոշել է, իրեն ոչ մեկ չի կարող կանգնեցնել, շատ այսպես կոնկրետ մարդը, կոնկրետ լուրջ որոշում է կայացրել, ուզում է կամուրջն անցնել։ Դե գիտեք, կոնկրետ որոշում կայացնելը մարդը որոշել է կտրող, որ վերջացավ, չի ուզում ընկերություն անել, ուզում է ամուսնանալ կամ հակառակը կարող է որոշել կապը կտրել։ Հարաբերությունները վերջացնել, այդպես էլ կարող է լինել։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելի աղեղնավորներ, ինչքան ուզում շատ կարտեր եմ հանում, ուզում մի լավ դրական բան տեսնել, բայց իրականում շատ արունակ կարտեր եմ տեսնում։ Հարգելիներս, ինչ տեսնում եմ պետք է ասեմ, ինչ տեսնում եմ այն էլ պետք է ասեմ։ Ես արդեն ասացի, այստեղ թրով ինչ որ մեկը կոնկրետ որոշել է, արդեն կոնկրետ, ոչ թե մտածում է, նեղվել է, հուզված է, բոլորովին մարդը կոնկրետ, շատ այսպես կոնկրետ որոշում է կայացրել, որ իր կյանքը պետք է փոխել եւ երևի թե ուզում է հեռանալ իր զույգից, այդպես կարող եմ ասել։ Ինչու մի բան իր կյանքում ուզում է փոխել, մարդը ուզում է ազատ լինել։ Տեսնում եք, աշխարհի կարտն է բացվել։ Մարդը ուզում է պարզապես լինել ազատ, գնալ տեսնել կյանքում էլ ինչ կա, ելով կա, ում հետ կարող է ինչ անել։ Կարտերը հուշում են, որ շատ թե փորձել եք պահպանել ձեր ընտանիքը, զույգը, ինչքան փորձել եք, բայց ամեն դեպքում ձեր ներքին ձայնը ձեզ հուշում է, որ աշխարհում դեռ շատ ուրիշ հետաքրքիր բաներ կա, որ ուզում եք ձեզ համար բացահայտել։ Կին եք, տղամարդ եք, աղջիկ, տղա, ինձ համար նշանակություն չունի, կարտերը բոլորի համար են ասում, ամուսնացած եք, թե ամուսնացած չեք, բայց զույգ եք։ Տեսնում եմ, որ մարդը ինչքան էլ որ չեմ կարող ասել, որ դժգոհ է իր զույգից, պարզապես մարդն ուզում է աշխարհ տեսնել, իր ներքին ձայնը հուշում է, որ ինքը ուզում է կամուրջն անցնել եւ այս հարաբերությունները մի տեսակ իրեն երևի փակում են, մարդը ազատություն է ուզում։ Ես տեսնում եմ այստեղ փորձում է ինքը իրեն մարդը փորձել է համոզել, հա, այսպես որ միգուցե լավ կլինի, միգուցե ինքն է, միգուցե սխալ են վարվում, բայց տեսնում են, որ այսինքն ինքնախաբեության կարտն է սա, մարդը փորձում է, ինքը իրեն փորձել է համոզել, փորձել է հարմարվել, յոլա գնալ, բայց ես տեսնում եմ լուսնով, որ ամեն դեպքում կասկածներ ու վախեր կան։ Մարդն ուզում է աշխարհ տեսնել։ Ուզում է ինքը իրեն համոզել մնալ զույգի հետ, պարզապես տեսնում են, որ չի ստացվում։ Շատ արունակ կարտեր եմ տեսնում, ախր շատ արունակ։ Տեսնում եմ 5 թրերի, տեսնում եմ 0-ական կարտը, տեսնում եմ տուզը թրերի, ջահերի արքան, տեսնում եմ պաժ, բաժակը ձեռքին։ Ես չեմ կարող ասել ես ինչու է այսպես եղել։ Միգուցե կասկածներ, վախեր ունեք, որ ձեր զույգը ձեզ հավատարիմ չէ։ Կարող է, գիտեք, ես չեմ կարող ասել, որ ձեր զույգը իրականում ձեզ դավաճանում է, սա կարող է լինել դավաճանություն, անհավատարմություն։
Բայց ինձ թվում է, որ սա ավելի շատ ձեր մտքերն են, հարգելի աղեղնավորներ։ Ինձ թվում է ավելի շուտ աղեղնավորներն են իրենց այդպես ներշնչել, որտեղ լուսինը կամ գաղտնիքներ են բացվում, կամ բացահայտվում է, որ ձեր զույգը ձեզ հավատարիմ չի կամ չի եղել, դրա համար եք ուզում հեռանալ, կամ պարզապես դրանք ձեր վախերն ու կասկածներն են։ Երկու տարբերակն էլ կարող եք ելում, ինչպես որ վերաբերում է, այդպես էլ կարող եք ընդունել։ Կամ ձեր վախերն են, ձեր ներքին զգացողությունն են, կամ կարող է իսկապես այդպես էլ կա, լուսնով երկուսն էլ կարող են ինչ-որ բան է ջրի երես դուրս գալիս, որ ձեզ հավատարիմ չէ ձեր զույգը։ Դրա համար էլ դուք ուզում եք հեռանալ, զրոյից սկսել ձեր կյանքը։ Ձեզ համար կպարզվի, չէ, ձեզ համար օգոստոսին կպարզեք կոնկրետ ինչպես եք հեռանում, ինչ եք անում, ոնց եք անում, ինչպես է այս բոլորը ձեզ համար պարզվելու, դուք կպարզեք, կբացահայտեք ձեզ համար շատ, ասում եմ, շատ այսպես ագրեսիվ էլ տրամադրված եք, էգոիստաբար, մի տեսակ, եթե ներել եք մինչև էտելի նման դեպք եղել է, դուք չեք ներելու այս անգամ, բացարձակ շատ ուրիշ տեսակ եք, մի տեսակ տպավորված, նոր էմոցիաներ եք ուզում։ Տեսեք ինչեր եմ տեսնում, հարգելիներս, բավականին բարդ կարտեր եմ տեսնում։ Բավականին բարդ կարտեր եմ տեսնում։ Դուք մի տեսակ վստահ եք ձեր վրա, շատ վստահ եք։ Ես չեմ կարող ասել այս դևը ինչ է, ով է ձեզ գայթակղում, ինչն է ձեզ գայթակղում։ Ես տեսնում եմ դուք եւի շատ բարկացած եք, շատ, եւ որոշումն էլ կկայացնեք, եւ եթե կկայացնեք ու կորոշեք հեռանալ։ Ես կխուսափեմ որևէ ավելի բան ասելուց, բայց չգիտեմ, ես տեսնում եմ, երևի դուք շատ եք բարկացած, շատ, բայց ես ճիշտ ասած չեմ տեսնում ձեր հանդեպ ինչ-որ մի բան է եղել։ Կդժվարանամ ասել ինչ է եղել, ինչու եք դուք այսքան բարկացած։ Այս դևը կարող է նաև ձեր զգացողությունը լինել։ Կարող է, ով ինչպես վերաբերում է, կարող եք հասկանալ, հարգելիներս, բայց կամ տեսնում եմ այստեղ նաև թրերի արքան, գիտեք, խորհուրդ կարող եմ տալ հարգելի աղեղնավորներ, եթե ինչ-որ մեկից հեռացել է, հեռանում եք, ուզում եք հեռանալ, աշխատեք մարդկանց չցավեցնել, այ կարող է այս թիկունքից խփողը դուք լինեք, որովհետև շատ բարկացած եք, ձեզ թվում է ձեզ դավաճանել են, կամ ինչ-որ մի բան ձեզ խանգարել է եւ դուք ուզում եք ցավացնելով հեռանալ, իրեն ցավացնել, նոր հեռանալ, կարող է այդպես էլ լինել։ Կամ պարզապես ավելի շատ բան ավելի լավ է չասեմ ավելին, ամեն դեպքում քիչ բարդ հարաբերություններ եմ տեսնում, ես չեմ կարող ասել, որ ձեր հանդեպ շատ վատ բան են արել, ձեր զգացողություններն ավելի բացասական են, քան իրականում այն ինչ որ ձեր հանդեպ արել են, հարգելիներս, շատ ցավալի է, ամեն դեպքում եթե երկու կարտով էլ ասեմ, ինչ որ մեկը կոնկրետ որոշում է կայացրել, ինչ որ բան ուզում է փոխել իր կյանքում, ինչ որ բան չի ստացվում իր զույգի հետ, ամուսնացած եք թե ոչ, աղջիկ եք, տղա էլ եմ ասում, նշանակություն չունի։ Ինչ եմ տեսնում աշխատանքում հարգելի աղեղնավորներ տեսնում եմ մի տեսակ խճճված վիճակ է, լաբերինթոս է, եւ տեսնում եմ պաժերի պենտակլի պաժը։ Ինչ որ նոր գործ եք սկսել, կամ ինչ որ նոր գաղափար ունեք, կամ ինչ որ նոր աշխատանք եք սկսել, մի տեսակ խճճված եք, ձեզ թվում է, որ կարող եմ, չեմ կարողանամ սրատակից դուրս գալ, թե չեմ կարողանա, դեռ սկիզբն է, դեռ նոր է, ես շատ մեծ խնդիր չեմ տեսնում։ Դա պարզապես ձեր զգացողությունն է, տեսնենք կարտերն ինչ կհուշեն։ Բայց ամեն դեպքում շատ փոքր խնդիր է, ես տեսնում եմ, որ մեծ խնդիր չի, պաժը փոքր է։ Աշխատանքի հետ կապված հարգելի աղեղնավորներ ամեն շատ լավ էլ կլինի, ես ոչ մի բարդ կարտեր առանձնապես չեմ տեսնում եմ, որ ճակատագրի անիվը շրջվում է։ Եթե ինչ որ նոր գաղափար եք, ելի եմ ասում, նոր գաղափար եք սկսել, չգիտեիք ինչ անել, լաբերինթոսած խճճվել եք, ինչ գործ անեմ, ուր գնամ, ինչ աշխատեմ, ինչպես կարող եմ աշխատել, տուն պահել, եւ այսպես նոր ինչ որ միտք ունեիք, գաղափար ունեիք, դրա համար եք խճճվել, չգիտեիք ինչ անել։ Ես տեսնում եմ, որ իրականում ճակատագրի անիվով կփոխվի եւ դուք իրականում կհասկանաք ինչպես անել, ես տեսնում եմ այստեղ պրակտիկ թակուհի, որը գիտի եւ ինքը վաստակում է իր գումարները, գիտի ինչ է անում, շատ տրամադրված է, իր այսպես եթե նոր գաղափար ունենում եք, երկրորդ բաժն եմ տեսում, ինչ որ նոր գործ եք սկսում, շատ էլ տրամադրված եք։ Ես տեսնում եմ, որ դուք հասկանում եք, որ բավականին խնդիրներ լինելու են, բայց ես տեսնում եմ, որ մարդ իրականում չի վախենում թրերի պաժը, տեսնում եմ, որ ինքը հասկանալով, գիտակցելով, որ խնդիրներ լինելու են, ինչ որ նոր գաղափար է, նոր գործ է սկսում, կարող է երկար տևել, մինչև ֆինանսները գան, աշխատանքը հաջողվի, հաճախորդներ գտնեք, ես չգիտեմ ինչ գործ եք անում, բայց պաժով տեսնում եմ, որ դուք թրի պաժով շատ ոգևորված եք, դուք հավատում եք ինքներդ ձեր հաջողությանը,
Ես ես հաջողություն ցանկանում եմ, բայց տեսնում եմ նաև հաջողության կարտը հարգելիներս, տեսնում եմ 10-ով շատ կարող է նաև հաջող։ Ես կարծում լավ գաղափար ունեք, գնացեք դրա հետևից մի հանձնվեք։ Ես տեսնում եմ դուք ինքնավստահ եք եւ հույսով եմ այդպես էլ կլինի։ Շատ հաջող կարտ եմ տեսնում։ Իսկ ճակատագրի անիվը պատտվում է ի օգուտ ձեզ, հարգելի աղեղնավորներ։ Ինչ եմ տեսնում ֆինանսներում։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ, այստեղ կամ լրացուցիչ ծախսեր են առաջանում։ Միգուցե ուզում եք ճամփորդել, ճանապարհ գնալ եւ ծախսեր կան լրացուցիչ։ Միգուցե պարզապես ֆինանսները կանգնած էին ինչ-որ ժամանակ։ Եվ տեսնում եմ դրան զուգահեռ հաղթանակի կարտը։ Եթե ուզում եք գնալ ճամփորդել, ծախս անել, կգնաք, կծախսեք, շատ լավ էլ կզգաք ձեզ, իրականում լրիվ արժի այդ ծախսը անել, դուք կհասկանաք, որ արժեր ամեն կոպեկը, որ ծախսեցիք։ Իսկ եթե պարզապես ծախսեր են ավելացել եւ պետք է ձեզ ֆինանսների ծախսերը փակելու, դուք կգտնեք հաղթանակի կարտով կարող եմ ասել։ Իսկ եթե ֆինանսները կանգնել են ինչ որ ձևով նոր գաղափար ունեք, ուզում եք ֆինանսներն ավելացնել, էլ տեսնում հաղթանակի կարտ, ինչը նշանակում է դուք հաջողության կհասնեք։ Ֆինանսական առումով ինչ հարց էլ լինի, հարգելիներս, դուք ձեր ծախսերը կկարողանաք փակել, ֆինանսները կկարողանաք ձեռք բերել եւ հաղթող դուրս գալ օգոստոս ամսվա ընթացքում։ Ոյ, շատ լավ կարտեր եմ տեսնում, հարգելիներս, շատ լավ։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, հարգելի աղեղնավորներ։ Ֆինանսական հարցերում սկսեցինք այսպես հաղթանակի կարտով եւ վերջացնում եմ դատաստանի կարտով։ Նաեւ տեսնում եմ այստեղ 9 պենտակլի աղջիկը տեսնում եք օպեկներով շրջապատված, տեսնում եմ նոստալգիայի կարտը եւ տեսնում եմ դատաստանի կարտը։ Գիտեք, հարգելիներս, կարող եմ ասել, այս հաղթանակի կարտը ֆինանսական ձեզ հաջողություն է սպասում օգոստոսին, ինչ նպատակ էլ ունեք, ինչ էլ ուզում եք անել, այսպես ֆինանսապես բավարարված եմ տեսնում ձեզ, հարգելի աղեղնավորներ։ Ես չգիտեմ դուք անցյալում ինչ եք արել, բայց դատաստանի կարտով այս պարգևը ձեզ, հաջողությունը եւ հաղթանակը ձեր ինչ որ արածի համար է, ինչ որ բան ճիշտ եք արել, անցյալում ինչ եք արել, ինչ որ մեկին օգնել եք, ինչ որ մեկին ձեռք եք մեկնել, կդժվարանամ ասել, դատաստանի կարտը մարդկանց կամ պարգևատրում է կամ պատժում, ձեզ տեսնում են պարգևատրում է եւ ինչ որ մի բան ոչ թե վերջերս, այլ ինչ որ բան անցյալում արել եք։ Անցյալը կարող է մի քանի ամիս, մի տարի առաջ, ամեն դեպքում ֆինանսական հաջող ամիս եմ տեսնում ֆինանսապես, շատ հաջող հարգելիներս, դուք իրականում ֆինանսապես կպարգևատրվեք։ Ինչ եմ տեսնում բոլոր աղեղնավորներին որպես խորհուրդ։ Միայնակ եք տարիքով եք ամուսնացած եք, բաժանված եք, չգիտեմ, ով ուզում է լինի, ինչ հարցում ուզում է լինի, շատ հետաքրքիր կարտ է, այս կարտը շատ եմ սիրում, ինքը կոչվում է ինչ տաս այն էլ կստանաս, մյուս կողմից մարդը փող է աշխատում, նաև կիսվում է ուրիշների հետ։ Այսինքն խորհուրդը կարտի, որ եթե դուք ինչ որ գործում հաջող եք, օգնեք մարդկանց, այդ տեսնում եք դատաստանի կարտով անպայման կգնահատվի, այն որ դուք լավություն արել եք ինչ որ մեկի համար, իրականում ֆինանսական հաջողություն, հատկապես եթե ֆինանսապես եք օգնել, բայց ոչ միայն, ինչ որ մեկին խորհուրդ եք տվել, ինչ որ մեկին օգնել եք, փրկել եք, չգիտեմ, ձեռք եք մեկնել, երբ մարդը ձեր կարիքն ունեցել է, եւ ֆինանսապես տեսնում եք, այստեղ պարգևատրվում էին նման մարդիկ։ Խորհուրդն է կարտի։ Նախ շնորհակալ եղեք ամեն ինչի համար, որ դուք ունեք։ Եվ կարողանում եք պահպանել ձեր ունեցածը եւ գոհ լինել, կարող եք նաեւ ձեր ունեցածով կիսվել ինչ որ մեկի հետ։ Այդ կիսելը պատահի չի ֆինանսը ձեր գումարները բաժանեք բոլորովին։ Բայց կարտը նաեւ հուշում է ինչ ստանում եք, ինչ ցանում եք, այն էլ հնձում եք։ Եթե մարդկանց օգնում եք, ուրեմն մարդիկ ձեզ էլ կգտնվեն մարդիկ, որոնք ձեզ կօգնեն։ Ինչպես մարդկանց հետ վարվում եք, այդպես էլ մարդիկ վարվում են ձեզ հետ։ Եթե ձեր ամիսը հաջող լինի, եթե ձեր կյանքում ամեն ինչ լավ է, ուրեմն դուք ինչ-որ մի բան լավ արել եք եւ հիմա ձեզ ավելի լավն է։ Ես չեմ ասում ում կյանքում վատ բան ելնում, դուք պատահել վատ բան եք արել բոլորովին։ Սա կարտի խորհուրդն է, սրանից հետո օգոստոս ամսվա ընթացքում համենայն դեպս կարտը հուշում է, որ ավելի դրական եղեք, ավելի աջակցող եղեք մարդկանց եւ կյանքը ձեզ կվերադարձնի նույն ձևով։ Ինչպես որ դուք կվերաբերվեք մարդկանց, այդպես էլ կյանքը կվերաբերվի ձեզ։ Այսա այդ կարտն է։ Տալիս ես, ինչ որ տալիս ես, այն էլ ետ ստանում ես։ Դուք ունենաք հնարավորություններ ինքներդ ձեր մասին հոգ տանելու, որտեղ կյանքը ճակատագիր է, ես եմ ասում, այսպես դատաստանով էլ տեսնում եմ, ոչ միայն ֆինանսապես։ Ձեզ հետ կլինեն վերին ուժերը։ Կարողացեք նաև դուք ուրիշներին օգտակար լինել։